Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Որոնք ուղղված են մարդկանց պաշտպանությանը, ուղղված են ազատությունների ու արդարության վերականգնմանը, սկզբում պետք չի մտածել ակնկալիքների մասին, այլ պիտի անել այդ գործողությունը, որովհետև ցանկացած գործողություն ինքը ինքնանպատակ լինել չի կարող այս դեպքում։ Ակնկալիքներ ըստ էության մեծ հաշվով ինչ որ գլոբալ չունեն, բայց ամեն դեպքում գոնե այն պահը, որ ահագին քաղբանտարկյալներ, մեծ թվով քաղբանտարկյալներ այսօր գտնվում են ճաղերի հետևում եւ նրանց մասին եկուս գոտեպնդող, ոգևորող, պաշտպանող որևէ խոսք ասելը կարծում եմ նրանց ավելի օգտակար է եւ իսկ ակնկալիքները կարծում եմ հանրությունը ուղղակի պիտի ու քաղաքական ուժերը պիտի կարողանան լուրջ լծակներ կիրառեն թե իշխանությունների, թե միջազգային կառույցների նկատմամբ, որպեսզի այդ թմբիրից արթնացնեն նախ միջազգային կառույցներին, որովհետև քաղբանտարկյալ եզրույթը արևմտյան քաղաքակրթության մեջ մտած եզրույթ է վերջի գոնե մի 50-60 տարում եւ կարծում եմ հենց արևմտյան այդ միջազգային կառույցներին պիտի այդ թմբիրից հանվի եւ ուշադրությունը սևեռվի դեպի հայաստանյան իրականություն եւ ոչ թե լուր ինչ որ այդ զուսպ իրականության մեջ այսօր մենք մեր ժողովրդին ու ինձ նման նաև մարդկանց թողնենք անօգնական վիճակում ճաղերի հետևում։ Առաջին քաղաքականներն եք Հայաստանում, երբ որ դուք կանդառնված եք այդ ընթացքում որևէ հայտարարություն եղել է ձեզ հետ կապված միջազգային կառույցների կողմից եւ որևէ այց։ Այո, չէ, միջազգային կառույցների կողմից ոչ թե եղել է մի քանի ԱՄՆ-ի պետդեպի Freedom House, չգիտեմ, մի քանի այդ մարդու իրավունքների ազատությունների հարցերով զբաղվող կառույցները իմ մասին առանձին նույնիսկ տողով զեկույց ունեն 22 թվականի վերջում, եթե կարծեմ, եւ որոշ նաեւ ներհայաստանյան միջազգայինների հետ աշխատող կառույցներ են նաեւ իմ վերաբերյալ հայտարարություններ արել, իմ նկատմամբ 21-ից մինչև 23 թվականը բավականին հարուստ, այսպես ասած, քեյս է իմ վերաբերյալ ստեղծվել այդ արևմտյան միջազգային կառույցներում, էլի շեշտեմ, հենց տարեկան զեկույցի մեջ տողով հենց իմ վերաբերյալ զեկույցը կա։ Այո, ես ճիշտ ասած իմ ելույթս ես այսպեսին չէի պլանավորել, գրածս լրիվ ուրիշ էր, առաջին հերթին ես պիտի անդրադառնայի Լիդիա Մանթաշյանին եւ քանի որ հախուռն ստացվեց, երբ պիտի դուրս գայի, ելույթ ունեցա ու դուրս գալուց ելույթս չկարողացա միջև վերջ ու ամբողջությամբ ինչպես նախապատրաստվել է ինտերցեմ, ես ուզում եմ առաջին հերթին այդ մեր կին քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանին ազատություն ցանկանալ եւ հորդորել ուղղակի մեր առաջին հերթին իրավապահ համակարգին, որովհետեւ այսօր իրենք ունեն այդ հասանելիությունը, այդ կնոջ նկատմամբ խափանման միջոցի փոփոխության, ես կարծում եմ դա մարդկային ու տղամարդկային կլինի այդ կնոջ նկատմամբ մեղմացնել այդ առավելագույն ընտրված խափանման միջոցը։ Անկեղծ ասած, քանի որ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր համայնքներում, որտեղ ընտրությունները եղել են մրցակցային եւ որտեղ ԿՊ-ն կամ ԿՊ-մեր շրջանները հաջողության չեն հաշել, գրեթե բոլոր համայնքներում տիրում է նույն իրավիճակը։ Վանաձորում տիրում է շատ ավելի վատ վիճակ, որովհետև այնտեղ համ չեն թողել համայնքի ղեկավարի ընտրություն տեղի ունենա, որոշ քաղաքական առևտրականների միջոցով կազմակերպել են եւ դատարանների, եւ նաեւ ավականու ինստիտուտն է այդ խափանված վիճակում։ Իսկ դե մնացածը իրենց որ լսես իշխանություններին, ասում են դե զատո ասֆալտ են կանում, այսինքն կապ չունի իշխանություն կա ձևավորված, չկա կարևոր ասֆալտ են։ Ես չեմ կարող, գիտեք ինչ, որևէ իրավական օրինական տրամաբանությամբ այսօրվա տեղի ունեցող երևույթները նախ չեք կարող մեկնաբանել, մեկնաբանողներ իրենք են, ես չեմ կարող ասել կլինեն, չեն լինի, թողնեն, չեն թողնի, որովհետև ըստ էության սա կամայականության սկզբունքներով տեղի ունեցող երևույթներ են։ Չէ, պիտի որ չլինեին, որովհետև 26 թվին է հերթական։ Դե արդեն ես չեմ որոշում, ես որ որոշեմ, հա։